Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 16-ի համար։ Օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 16-ին։ Էլի աստղիկներս մոռացել եմ։ Քանի որ ընթացքում նաև անում եմ փետրվարի կանխատեսումը։ Դե մոյ հանում եմ, ուսում կլսեք։ Շուտով կլինի, այսօր վաղը։ Հարգելի խոյեր, այդ օրը սուտ կա, միգուցե սուտը բացահայտվում է, այստեղ որտեղ գաղտնիք է բացահայտվելու։ Միգուցե ինչ-որ բացահայտվում է դա է սուտ, միգուցե հենց սուտն է բացահայտվում։ Նաև օձեր կան, չար մարդիկ, չար լեզուներ, բամբասանք, նմանատիպ վերաբերմունք ձեր նկատմամբ կարող եք ստանալ դիմացինից, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, այստեղ նաև ոչ թե մոտ մարդ է գալիս նաև ձեր տուն, հա, ձեզ համար շատ մտերիմ անձնավորություն է, միգուցե ընկերն է կամ դուք եք գնում իր տուն, կամ սա կարող է նաև տուն չէ, այլ ինչ-որ ռեստորան, բար, հա, որտեղ որ կարող է փակ տեղ է, տան նման, ոնց որ նստում եք այնտեղ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 16-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը երկակի է եւ ինչ-որ բաներ կան, որոնք որ ձեզ երջանկացնում են եւ նաեւ ինչ-որ մի բան էլ որ ձեզ ցավ է տալիս, բայց չեք տխրում, հա, ինչ-որ մի բան կարող լսել մի տեղից։ Մի խոսքով նաեւ այստեղ տան հետ կապված վեց իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են
յուրաքանչյուր ամիս կամ վարձ եք տալիս, կամ ձեզ են վարձ տալիս, կամ մեկ այլ բան է, այստեղ ինչ որ տան հետ կապված, որ անում եք։ Այդ օրը եւս կանեք, կամ վերջին մեկ ամսվա ոչ իրադարձություն է, որ կավարտվի ձեզ մոտ կապված տան հետ։ Ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, այդ օրը նաեւ գումար կստանաք, ինչպես ստանաք նաեւ գումար կծախսեք այդ օրը, կամ գումարի մասին կխոսեք, հետո ձեզ կփոխանցեն գումար, կամ կծախսեք, կվճարեք ոչ թե մի բան նաեւ։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 16-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, նաև ոչ իրադարձություններ են ձեզ հետ կատարվում յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի դա։ Գուցե վերջին մեկ ամսվա ինչ որ իրադարձություն է դա ավարտվում, կամ դեռ մեկ ամիս ինչ որ իրադարձություն ունեք, մեկ ամսվա պատվեր է կամ եւ այլն, այն ինչ որ բայր է, որ մեկ ամիս պետք է անեք կամ արդեն արել եք։ Ոչ թե գաղտնիք կբացահայտվի եւ այստեղ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, միշտ ապեք ոչ մի հարցում, հատկապես եթե ինչ-որ մի կարևոր գաղտնիք է բացահայտվում։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչպես կընդունեք, ինչպես կարձագանքեք կամ ինչ կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 16-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում ունեք ոչ թե մեկի հետ, նաև հուզված եք,
հուզված եք իրեն տեսնելուց եք հուզվում կամ մինչև գնալն եք հուզվում, որ պետք է տվյալ անձնավորությանը տեսնեք։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են այդ օրը կատարվելու, գուցե հղիություն, ծննդաբերություն, կադրամար եք հուզվում կամ առիթ է, ծնունդ, կնունք եւ այլն։ Նաև երեխաների հետ կարող եք ինչ-որ մի տեղ գնալ։ Այդ օրը կարող եք ժամ եք պայմանավորվել կամ կարող եք ժամ պայմանավորվել որևէ մեկի հետ։ Ուշադիր եղեք, որ չուշանաք, նաև հանկարծակի լուր, անսպասելի լուր կունենաք, հյուր կամ դուք կգնաք կամ իրենք կգան եւ որը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, որ ինչպես կընդունեք, ինչ կանեք։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 16-ին։ Հարգելի առուսները, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք կարող են հարցազրույցի գնալ, դեռ ճանապարհ եք գնալու, նաև կարող եք հանդիպել, խոսել պետական աշխատողի հետ այդ օրը, եւ ճանապարհ կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, կամ դուք եք գնալու կամ գալու են։ Նաև այստեղ սուտ կա, սուտ են խոսելու կամ սուտը կարող է բացահայտվել եւ հուզվում եք, միգուցե արտասվում եք եւ նաեւ այստեղ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ վերջին 1 ամսվա իրադարձությունը ավարտվում, կամ նոր է սկսվում, նոր ինչ-որ 1 ամսվա ինչ-որ ցիկլ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 16-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև այստեղ նվեր կարող եք ստանալ կամ նվեր կարող եք դուք տալ կամ գնել այդ օրը, նվերը նաև դա կարող է լինել օրինակ որևիցե քաղցրավենիք, ծաղիկներ, այստեղ նաև սիրային ժամադրություն ունեք ոմանք պայմանավորվել են իրենց հարազատ մարդկանց հետ, սիրելի մարդկանց հետ, որպեսզի հանդիպեն, ուշադիր եղեք, որ վեճ չլինի, որովհետև վեճ կա, նաև դա կարող է լինել ուղղակի տուն եք մաքրում, եթե պետք է գան տուն, տան հետ կապված ինչ-որ գործեր եք անում, որ գան մարդիկ։ Եվ հեռախոսազանգ ունեք, ինչ-որ մի բանում կիմանաք, որ հաղթանակը ձերն է եղել, որ ինչ-որ մի բան ձեր օգտին է եղել, այդ հեռախոսազանգի միջոցով կարող ասել, հա դու ես հաղթել կամ հա արի քեզ են ընտրել կամ նմանատիպ որ չպահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 16-ին։ Հարգելի կշարքներ, օրը բավական երկակի է, մի բան կա այստեղ, որ ձեզ ձեր տրամադրությունը գցում է, ձեզ ցավ է տալիս, մյուսն էլ ձեզ ուրախացնում է։ Գումար եք ստանալու այդ օրը, նաև ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք դիմացինին, նաև դա կարող է լինել ձեր հարազատ մարդկանց հետ եք անցկացնում օրը, Եվ այստեղ ինչ-որ մի հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, դա է ձեզ ցավ տալիս և տխրում եք կարող է շատ կարևոր մի բան էր, ուրիշ բանով եք զբաղված լինում և դա բաց եք թողնում։ Միգուցե նաև ձեր իսկ պատճառով եք դա բաց թողնում, որ ցավ է տալիս դա ոնց որ մարդի, հա, գիտի, որ ինքն է սխալ եղել, որ կարող էր այդպես չանել։ Եվ նաև մյուս կողմից է ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում, կարող է սիրային թեման է ձեզ ուրախացնում, կարող է նաև ինչ-որ պահեր են այստեղ, որ ձեզ ուրախացնում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 16-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ կան, հնարավոր է ծնունդ է, կնունք է կամ հղիություն, ծննդաբերություն, ինչ-որ մի բան է այստեղ։ Կարող են բերել իրենց երեխաներին, հա, ինչ որ ձեր հարազատներից մեկը բերեն եւ երեխաներին դուք պահեք։ Նաեւ հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, այստեղ նվեր կա, կարող է քաղցրավենիք է, կամ դուք եք տանում կամ իրենք են բերում։ Նաեւ նորություն կլսեք, ոչ մի բան է, որ ձեզ ցավ է տալիս, բայց չեք տխրում։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ գնում եք նմանատիպ կենտրոն այդ օրը կամ դեպի դեղատուն եւ խոսում եք նաեւ այդ թեմայի վերաբերյալ։ Լինում են դեպքեր, որ ոնց որ խոսում եք ինչ-որ մեկի հիվանդությունից կամ ինչ-որ հիվանդությունից եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 16-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հուզվում եք, միգուցե այստեղ հանդիպում ունեք, այդ հանդիպումից եք հուզվում, կամ իրեն տեսնելուց եք հուզվում, միգուցե նաև արտասվում եք։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, ում վերջի մեկ ամսվա իրադարձություն է, որը եւս կավարտվի կամ նոր է սկսվում, ինչ որ մեկ ամսվա ցիկլ է։ Նաև նորություն կլսեք այդ օրը, որոշ գործեր չեք հասցնում ավարտին, կմնա, որովհետև կարծես հյուր ունեք եւ այդ հյուրն է պատճառը կարող է, որ չեք կարողանում անել որոշ գործեր։ Կամ դուք եք գնում հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 16-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք նման տեղ այցելել, բժշկի կամ ոչ թե դեղատուն կամ կոսմետոլոգի մոտ, նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, որոշ գործեր կանեք, կվերջացնեք, կավարտեք այն գործերը, որոնք որ մնացել էին, միգուցե դրանք եք ավարտում։ Հետո այստեղ կա, հա, ոնց որ հաղթանակով եք ավարտում, հա, ի վերջո կարողանում եք վերջնական ավարտել դա։ Օծեր կան, բամբասանք, խոսակցություն, չար վերաբերմունք, նաև նվեր, կարող դուք եք նվեր գնում կամ դեզ են նվեր տալիս, կամ քաղցրավենիք է սա, հա, որ կամ ստանում եք, կամ եթե ինչ-որ հյուրմուր կարող հանդիպում եք այստեղ, ստանում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 16-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հրավերք ունեք առիթի, կամ դուք կարող եք մարդկանց հրավիրել, ժամ պայմանավորվել, ուշադիր եղեք, որ չուշանաք։ Միգուցե աշխատանքի հետ է կապված, ինչ որ ժամի պետք է շուտ դուրս գաք, դրա համար դա է ցույց տալիս, որ պետք է դուրս գաք կամ պայմանավորվում եք, կամ ով որ հրավիրում է ձեզ առիթի ժամ է ասում, կամ ինչ որ մեկի հետ ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք այդ օրը։ Կարող եք հենց հստակ ժամ պայմանավորվել։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք էլ նաև հարցազրույցի եք գնում եւ պայմանավորված եք, որ այս ժամ են ասել ձեզ։ Եվ պետական աշխատող նաև կարող լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 16-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ոչ է նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, նաև ինչ-որ փաստաթուղթեր կողեք ստորագրել։ Հույսով լցված եք կամ հույսն է դրել եք ոչ մի բանի վրա կամ ինչ-որ մեկի վրա, ունեք պետական հիմնարկությունում ինչ-որ գործեր, հանդիպում է, այդտեղ հանդիպում ունեք, պայմանավորվածություն, ոմանք նաև ժամադրություն ունեն, պետական հիմնարկությունը նաև կարող է լինել հիվանդանոց, ուսման կենտրոն, նաև ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք ուղղակի պայմանավորվածություն է սա, ինչ-որ մարդկանց հետ այստեղ կարող եք հանդիպել կամ ձեզ հարազատ մարդկանց հետ։ Եվ ոչ իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում կամ ինչ-որ պահեր են, որ մեկ ամիս դեռ պետք է լինի, ոնց որ մեկ ամսվա ցիկլ է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։